առաջնեկը ծնված կամ ամբողջ ուրախությունն է, ծնողը դրանով է ուրախանում, այսօր Եզդի ազգական հասարակազգային փոքրամասնությունը ուրախանալու է իր մշակութային առաջնեկի հետ, իր կրթության առաջի շրջանավարտի հետ, այդ որ խոսում են եզդիական կրթության հետ կապված։ Եզդի ազգը ուրախանալու է իր արժեքների ճիշտ գնահատման հետ։ Եթե մենակ գտի ուրախանալ դրա այսօր ընտրեցին պաշտոն կառավարությունը չեն ուզում, սենց գտի մեր ուրախանում եք, ձեր ցավը կանում, սաղից են շնորհակալ են։ Եթե ինչ չսիրեք իմ պապուն հարգում եք, հորս հարգում եք, ամբողջ ազգուտակից ճանաչում հարգում եք։ Եթե ես մի հատ սխալ անեմ, այդ ազգի խաթերը ինձ պիտի ներեք, չեմ ուզում մենակ ես, պարոն Պետրոսյան, ոչ մի տեղ, ոչ մի օղակ, ոչ մի պաշտոն չեմ ուզում։ Ձեր հետ կհամագործակցենք, իրականացնենք ծրագրեր, որը եզդիական, հունական, ասորական, Հայաստանի ազգային փոքրամասնությունների հզորացման, իրավունքների պաշտպանության, մշակութային զարթոնքի դրան ուղղված մեխանիզմ կունենա ու շարժիչ ուժ, ես ձեր հետ եմ, ու կարամ ասեմ, այն թիմը, որ այն ժողովուրդը, որ այստեղ է, ես տարիքով մեծեր մեր շեխերի առաջ խոնարհվում եմ, ես այստեղ ունեմ երդվյալ եղբայրներ, հացի վրա երդվել են, հանուն Եզդի անվան պահպանության, հանուն եզդիական մշակույթի, հանուն ազգային արժանապատվության համար։ Օզման Քալյան, Ֆայզոլ Բաղչյան, Սիավո Սադոյան, մեր երջանկահիշատակ Ռզգանը, Շեխ Ռզան, Օմարը, Հոսեան, Եվրոպան, մենք հացի վրա երդվել ենք, ասել են, մենք երդվում ենք Եզդի ազգի պահպանությանը նվիրված ցանկացած քայլում իրար հետ են միասնական, ունենանք միասնականություն, ձեր հետ միասին կկերտենք, այն ճանապարհը, որը որ դուք ասեցիք, այն իրավունքը, որի մասին Վարդան ասեց, այն իրավունքը, որը որ ժողովուրդը սպասում է ակնկալում է, ես դիմել շատ երեխաներով եմ, ես իմ ծրագրի մեջ որ նշել եմ, 1500 ընտանիքի համար անվճար բնակարան տարեկան բազմազավակ, հրգան սկսենք տներ սարքելը պետության հաշվի, Հայաստանում այդքան 100 եզդի երիտասարդ ընտանիքներ 5, 6, 10 երեխա ունենան, որ ընդհանրապես մի քանի տարի հետո մենք կխոսանք երիտասարդ ազգի մասին, մենք կխոսանք երիտասարդ ժողովրդի մասին, իսկ եթե բազմազավակություն եղավ ընտանիքներում, դա նշանակման նոր կրթարաններ, նոր մանկապարտեզ, նոր դպրոց, նոր գործարան, նոր հզոր ուժ, իսկ այդ հզոր ուժի, հզոր գիտական պոտենցիայի վրա ոչ մի բանակ չի գալի, որովհետև գիտեմ, որ խելքը կտրում է ամեն ինչից, և իրականությունից և կեղծիքից։ Ձեզ բոլորից շնորհակալություն եմ հայտնում։